Հայաստանը 9 միավորով բարելավել է իր դիրքերը լրագրողներ առանց սահմանների կազմակերպության մամուլի ազատության ամենամյա սանդղակում, 34-րդն է 180 երկրի շարքում։ Հայաստանի մեդիան բազմակարծիք է, բայց բևեռացված արձանագրել է միջազգային կազմակերպությունը, փաստել, որ Հայաստանն առերեսվում է ապատեղեկատվության եւ ատելության խոսքի աննախադեպ մակարդակի հետ, ինչը պայմանավորված է ներքաղաքական լարվածությամբ, սահմանային անվտանգության խնդիրներով եւ Ռուսաստանի ու Եվրոպական միության միջև բարդ աշխարհաքաղաքական դիրքով։ Հեռարձակվող եւ տպագիր լրատվամիջոցների մեծ մասը ըստ կազմակերպության կապված են խոշոր քաղաքական եւ առևտրային շահերի հետ, շարունակում են ճնշման հանդիպել իրենց խմբագրական քաղաքականության հարցում։ Լրագրողներ առանց սահմանների կազմակերպությունը միաժամանակ նկատում է, որ սակավաթիվ անկախ լրատվամիջոցները Civilnet-ը, Հետքը, Factor TV-ն եւ Ազատությունը զարգանում են եւ անկախ վերահսկողի դեր կատարում, ինչը կարեւոր է ժողովրդավարության համար։ Ինֆորմացիա ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը զեկույցին ծանոթ է եւ գիտի, ինչն է ընկած բարելավման հիմքում։ Նախորդ տարվա ընթացքում լրատվամիջոցների ազատությունը սահմանափակող, խոսքի ազատությունը սահմանափակող իրավական ակտեր չեն մշակվել եւ չեն ընդունվել, սա լուրջ ի տարբերություն նախորդող տարիներին, սա լուրջ առաջընթաց էր։ Մյուս դրական փաստարկը, որ կուզեի բերել, այն է, որ լրատվամիջոցների ներկայացուցիչները ավելի անվտանգ, ֆիզիկական անվտանգ միջավայրում են գործել, այսինքն չեն եղել բռնություններ, ծեծ, հաշվեհարդարներ լրագրողների հետ։ Իրավապաշտպանները լրագրողների նկատմամբ թիրախավորված ֆիզիկական բռնության դեպքեր նախորդ տարի չեն արձանագրել, բայց անցած տարի ինդիմության ցույցի ժամանակ ոստիկանության գործողության ընթացքում առնվազն 10 լրագրող էր տուժել։ Հայաստանում խոսքի ազատության հատուկ բարելավում չի նկատում Civilnet-ի գլխավոր խմբագիրը։ Կարեն Հարությունյանը հակառակ փաստարկները բերեց։ Լրագրողների նկատմամբ կա խտրական վերաբերմունք, որակումներ, բարձրաստիճան պաշտոնյաների կողմից կամահարական վերաբերմունքը միայն ավելանում է։ Երբեմն մենք նաև տեսնում ենք, որ ամենահեղինակավոր լրատվամիջոցները բարձրաստիճան պաշտոնյաների կողմից կարող են որակվել տեղին մամուլ, ամենավերջին օրինակը գիտեք հետքի հետաքննության վերաբերյալ է, դրանից առաջ էր եղել։ Լրագրողները բախվում են պետական կառույցներից ճշգրիտ տեղեկատվություն ստանալու խնդրին։ Կարեն Հարությունյանի խոսքով սա նույնպես խոսքի ազատության կարևոր բաղադրիչ է։ Երբեմն այդ տեղեկատվությունը պարզապես կամ չեն տալիս, կամ ճիշտ ժամանակին չեն տալիս, կամ տեղեկատվությունը չի լինում այն ինչ որ լրագրողներն են հայտնում, կան որոշակի սահմանափակումներ, օրինակ հենց այսօր Ազատությունը նյութեր արել, որ 2016-ից փակ են այդ աղբյուրները տեղեկատվական արարողակարգային ծախսերի վերաբերյալ վարչապետի, նախագահի եւ ազգային ժողովի նախագահի եւ այդ բոլորը որոշակիորեն խոսքի ազատությանը առնչվող հարցեր են։ Շուշան Դոյդոյանին մտահոգում են լրագրողների նկատմամբ վիրավորանքները, հատկապես երբ վիրավորող բարձրաստիճան պաշտոնյաները պատասխանատվության չեն ենթարկվում, ինչն էլ ըստ փորձագետի անպատժելիության մթնոլորտ է ստեղծում։ 2024 թվականին լրատվամիջոցների դեմ 43 դատական հայց է ներկայացվել, հիմնականում իշխանության ներկայացուցիչների կողմից։ Իսկ պահանջները միլիոնավոր դրամներ կամ տուգանքներ են, որոնք հատուցելու դեպքում կասկածի տակ կդրվի ընդհանրապես լրատվամիջոցի գոյությունը։ Դոյդոյանը սա հատուկ ռազմավարություն է որակում։ Այդպես պատահական չի, որ նույն քաղաքական գործիչը մի շարք դատական հայցերով մտնում է դատան լրատվամիջոցներին լրացնելու համար։ Այդ ստրատեգիա է կոնկրետ, որի հիմնական նպատակն է կանխարգելել հետագա լրագրողական հետաքննությունները, բացահայտումները իրենց կամ իրենց մտերիմների ապօրինի գործունեության վերաբերյալ։ Պաշտոնյաների մասին լրագրողական տարբեր հետաքննություններ հրապարակած Civilnet-ն է դատական հայցերի պակաս չի զգում։ Խմբագիրը պաշտոնյաների նման գործելավոճը խոսքի ազատության ճնշման, լրագրողների լրացման գործիք է համարում, ասում է, իրենց դեմ նույնիսկ քրեական հետապնդման փորձ է եղել։ Եթե մենք ենթադրում ենք, որ խոսքի ազատությունն այն է, որ ով ինչ կարող է ասել, այո, կա այդպիսի ազատություն, բայց խոսքի ազատության ազդեցությունը մենք շատ հաճախ չունենք, այսինքն լրագրողական հետաքննությունների ազդեցությունը մենք չենք տեսնում շատ հաճախ։ Օրինակ Անիֆի վերաբերյալ քանի հետաքննություն է արվել տարբեր լրատվամիջոցների կողմից, մինչև հիմա Անիֆի թեմայով, որը 2017 հեղափոխությունից հետո ամենախայտառակ կոռուպցիոն եւ ամենախայտառակ կոռուպցիոն դեպքն ոչ մի մեղադրյալ չկա։ Այս բոլոր խնդիրներով հանդերձ Հայաստանը լրագրողներ առանց սահմանների կազմակերպության սանդղակում առաջ է իր բոլոր հարևաններից։ Վրաստանը 114-րդ տեղում է, Ադրբեջանը 167-րդ, Թուրքիան 159-րդ, Իրանը 176-րդ տեղում է։